Խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Հակոբյան, մասնավոր հատվածից գալիս են դժգոհություններ, որ ՊԵԿ-ում աշխատանքի են ընդունվում ղեկավար կազմի ազգականները եւ դա զգալիորեն ազդում է ՊԵԿ աշխատանքի վրա։ Դուք տեղեկացված եք այս մասին, որ աշխատակիցներ, ինչքան աշխատակիցներ են ազգականում խնամիզանում բարեկամական գործընթացում աշխատանքի ՊԵԿ բարեբախտության հանձնաժողովն է սահմանում ինչ-որ արդյունքներ արձանագրել է, թե ոչինչ կարող եք ասել։ Այստեղ երկու տեսանկյունից այս հարցին պետք է մոտենալ։ Նախ առաջինը հայեցակարգային մակարդակում եթե խոսեմ, ես իմ ամբողջ ելույթի ընթացքում եւ հատկապես սկզբում շեշտադրեցի մեր մեծ ընտանիք ասվածը։ Դա ինչ է նշ, եւ բազմաթիվ տեղերում ես հնչեցել եմ, որ իմ համար անկեղծ բոլորը բարեկամ են։ Մինչև այն պահը, երբ որ իրանք են որոշում բարեկամ չլինել։ Այսինքն իմ համար միևնույնն է բարեկամ են բոլորը, մինչև այն պահը, մինչև իրենք են որոշում, եւ այդ հարցը ճիշտ է ես սպասում եմ։ Եվ անկեղծ ասած գիտեմ էլ թե ովքեր են այդ հարցերը բարձրացնում։ Հիմա որպեսի ավելի կոնկրետ գամ հարցի պատասխանին, ասիկ խնամի ծանոթ ԽՑԲ-ն այսպես ասած էլի պատմականորեն, որը այդպիսի բան գոյություն չունի պետական եկամուտների կոմիտեում, ես պատմության համար չեմ կարող միանշանակ բան ասել, այսինքն գոյություն չունի այդպիսի մոտեցում։ Կա հստակ պատրաստման համակարգ, որի ցուցանիշները նշեցի, այսինքն ես նշեցի նաև մոտ 100 աշխատակցի այդ պրոցեսից դուրս գալու կտրվելու մասին, այսինքն հստակ համակարգ կա։ Անկախ նրանից թե ով է տվյալ մարդը, որ դիմում է այդ համակարգին, ինքը անցնում է թեստ է տալիս, հետո բարեվարկության հարցազրույց է անցնում, հետո գնում է պատրաստման դասընթացների, հետո այդ պատրաստման դասընթացներից հետո էլ է քննություն տալի, այսինքն ինքը մի հատ այսպես պրոցես է, որի ընթացքը մեզ թույլ է տալիս օբյեկտիվորեն եւ հիմնավոր ասել, որ այն մարդիկ, ովքեր որ անցնում են այդ պրոցեսով, մեծ հավանականությամբ բարևարք եւ արհեստավարժ ու պրոֆեսիոնալ են, քան մինչև դա էր։ Այսինքն մենք այդ միջոցով ենք անում բոլոր համալրումները համակարգում։ Հետևաբար այդ երևույթները տեղի չունեն։ Շնորհակալ եմ, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Հակոբյան, խնդրեմ եք շարունակ պահել նախաձեռնության անվտանգ։ Այդ կառավարության որոշման մեջ այսօր նայում էին, այնտեղ նախստակ ժամկետներ կային, 40 օր, 60 օր։ Նաև ես ինչպես հասկացա, նախատեսել էի, որ հունվարի 1-ից արդեն գործի էս համակարգը ու արդեն կանտահար վճարել, հա, խաղաղությունից Եթե ոչ խնդրեմ ասեք կա ֆիքսված ժամկետ, թե երբանից պիտի այնացի գործի ու երբանից այդ ամբողջ բոլորը պիտի գա հարկայնաշ, այսինքն ցանկացած նման շահումից մարդիկ երբան շահում։ Շատ լավ։ Նախ նշեմ, որ այս մասով մենք նաև այս վերջի շրջանում, չգիտեմ հետևել եք թե չէ, մենք հանրային քննարկումներ ենք իրականացրել, այսինքն ինչ որոշեցինք անենք։ Մենք որոշեցինք չտապել եւ շատ մանրամասն փորձել բաց դարձնել այդ ամբողջ process-ը, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ մեր մոտեցումը մրցակցային դաշտ ապահովելն է, որովհետեւ ցավոք սրտի պատմականորեն եղել են դրվագներ, որ դրա չապահովելու արդյունքում օրինակ ընտրվել են կազմակերպություններ, որոնց մասով դժվար է եզրահանգումների անելը, թե ինչպես են այդ կազմակերպությունները ընտրվել։ Մենք այդ մոտեցումը ապահովելով այդ ճանապարհով գնացինք։ Հիմա հրապարակված է 40 օրվա արդյունքներով մենք տեսնենք թե ինչ կազմակերպություններ են դիմել, ընդ որում ասեմ, որ հետաքրքրությունը բավական մեծ է, թե միջազգային, թե լոկալ տարբեր կազմակերպությունների կողմից, եւ մենք ակնկալում ենք, որ բոլորը կմասնակցեն։ Այդ 40 օրից հետո, երբ որ կընտրվեն, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ process-ով կընթանանք։ Բայց հիմա գամ են ձեր նշած այդ հունվարի 1 ասվածին, որտեղ կարևոր է դա պարզաբանելը, հունվարի 1-ը ոչ թե օպերատորի գործելու պայմանի մասին էր խոսքը, այլ դուք երևի ենթադրում նշում եք օրենքի այն պահանջը, որի հետ կապվեց նաև պետական турքի վճարումը,
այսինքն պետական տուրքը բարձրանում է այնքան ժամանակ, մինչև օպերատորը չի ընտրվել։ Այսինքն այդ դրույթը շարունակում է գործել, իսկ մենք ամեն ջանք խնայելու ենք, որ ոչ թե խնայելու ենք, այլ ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի օպերատորի process-ները մաքսիմալ արագ կազմակերպենք եւ մյուս տարվա ընթացքում ունենանք գործող օպերատոր։ Այսինքն հունվարի 1-ից յուրաքանչյուր քաղաքից այդ կամ գանձերը Տուրքը բարձրանալու է, այո։ Հիմա ինչքան։ Հիմա չափերը տենց հստակ չեմ հիշի, բայց եթե փորձեմ խոսել կրկնապատման մասին է, այսինքն Տուրքի ոլորտի Տուրքի կրկնապատման մասին է, մինչև այն պահը, երբ որ օպերատորը ոչ թե կընտրվի, այլ եթե չեմ սխալվում, օրենքում գրած է կսահմանվի։ Այսինքն մեծ հավանականությամբ մենք ավելի շուտ սահմանված կունենանք, քան գործող համակարգ։ Դա էլ նկատի ունեմ։ Հետո արդեն դառնում է եկամուտ։ Այո, երբ որ գործի, ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք կարողանում ենք ավելի իրական ժամանակի ռեժիմով խաղային ոլորտի շրջանառությունները, այսինքն մուտք եղող եւ դուրս եկող խաղադրույք եւ շահում հետեւել ավելի հստակ եւ դրա արդյունքում հաշվարկող եկամուտները ավելի հստակ եւ հետեւաբար այո կարող է գործել այդ նորմալ հարկային ռեժիմ դրա ներդրումից հետո